Եվ այսպես Արցախի հանրապետությունը պարզապես փորձադաշտ էր Ալիևի եւ Էրդողանի համար պետականությունը լուծարելու համար։ Հարգելի հեռուստադիտողներ, քանի դեռ Նիկոլ Փաշինյանը, Աննա Հակոբյանը, ԿՊԱ-ականները շարունակում են իրենց խաչակրած արշավանքը հայ առաքելական եկեղեցու դեմ, Թուրքիան եւ Ադրբեջանը շարունակում են իրենց խաչակրած արշավանքը հայկական պետականության դեմ եւ այս պարագայում մենք խոսում ենք նրա մասին, որ իրենք փորձում են ոչնչացնել էներգետիկ անվտանգության կարևորագույն բաղկացուցիչներից մեկը Մեծամորի ատոմակայանը, ինչպես արդեն նշեցինք, Իգդիրում մի շարք թուրք այսպես կոչված բնապահպաններ, ավելի քան 30 բնապահպան ակցիա կազմակերպեցին, որով պահանջում էին փակել հայկական ատոմակայանը, իրենք նշում էին, որ 2025 թվականին լրացել էր ատոմակայանի օգտագործման ժամանակահատվածը, նա վտանգ է ներկայացնում սրանից հետո նրա շահագործումը տարածաշրջանի համար եւ իրենք պահանջում են, որ այդ ատոմակայանի գործողությունները մեր ատոմակայանի Մեծամորի գործունեությունը պետք է սահմանափակվի, այլ կերպ ասած, պետք է վերադառնանք լուսավոր 90-ականներ, երբ որ ատոմակայանի գործողությունները, ատոմակայանը պարզապես փակվել էր։ Հարգելի հեռուստադիտողներ, եկեք մի փոքր ետ գնանք եւ վերադառնանք այն օրեր, երբ որ Արցախը դեռ գոյություն ուներ եւ Արցախում դեռ ապրում էին հայեր, բայց Թուրքիան եւ Ադրբեջանը քայլեր էին ձեռնարկում ընդդեմ Արցախի։ Հիշում եք ինչից սկսվեց գործողությունը, որը վերջն արդյունքում հանգեցրեց Արցախի հայաթափմանը, հանգեցրեց Արցախում էթնիկ զտումների։ Այո, այսպես կոչված բնապահպաններ հայտնվեցին Լաչինի միջանցքում եւ իրենք այնտեղ պայքարում են Կաշենի հանքի փակման համար։ Իրենք էլ այստեղ հարված էին իրականացնում Արցախի տնտեսական անվտանգության դեմ, որովհետև Կաշենի հանքը ամենամեծ, եթե ոչ ամենախոշոր հարկատուն էր Արցախի հանրապետության, բացի նրանից, տեսեք նաև ինչն էր կարևոր, երբ որ այդ բնապահպանները իրենց ակցիաներն էին իրականացնում, այդ Լաչինի միջանցքով անցնում են նաև կոմունիկացիաները, որոնք սնուցում էին Արցախը, թե էլեկտրաէներգիայի մասին է խոսքը, թե ինտերնետի մասին է, թե գազի մասին է, եւ ստեղծվեց մի իրավիճակ, երբ որ արգելափակելով Լաչինի միջանցքը իրենք փաստացի Արցախին, Արցախահայությանը պատանդի կարգավիճակում սկսեցին պահել։ Հայաստանում այն ժամանակ էլ կային թե քաղաքական գործիչներ, թե փորձագետներ, ովքեր ասում էին, որ Արցախը պարզապես փորձադաշտ է Ադրբեջանի եւ Թուրքիայի համար, եւ եթե փորձը հաջողվի եւ իրենք կարողանան հասնել իրենց նպատակին, ապա հաջորդիվ գալու են եւ նույնը իրականացնելու են Հայաստանի Հանրապետության դեմ։ Ավելի կոնկրետ, փաստացի շրջափակելու են նաեւ Հայաստանի Հանրապետությունը էներգետիկ, տնտեսական եւ այլ առումներով եւ փորձելու են իրենց նպատակներին հասնել։ Տեսեք, հիմա նույն թիրախներն են իրենք ընտրում, նույն գործիքներն են իրենք ընտրում, հիմա բնապահպաններ են հայտնվել Թուրքիայում։ Հիշում եք նաև անցյալ տարի ադրբեջանցի այսպես կոչված բնապահպանները նաև մի մեծ նամակ էին պատրաստել, որով պահանջում էին, որ Հայաստանում հանքարդյունաբերության այդ համակարգը ոլորտը պարզապես դադարի գոյություն ունենալ, այսինքն տեսեք մեթոդները իրենք իսկապես նույնն են։ Ու պատկերացրեք նաև հետևյալ մի իրավիճակը։ Տավուշում Նիկոլ Փաշինյանը սահմանազատման քողի տակ արդեն Ադրբեջանին հանձնել է տարածքներ, որոնց հարակից անցնում է գազատարը, որով մենք Վրաստանից ստանում ենք ռուսական գազը։ Եթե մոտ ապագայում Նիկոլ Փաշինյանը Ադրբեջանի եւ Թուրքիայի պահանջների համատեքստում հանձնի Ադրբեջանի վերահսկողության տակ նաև Տիգրանաշենը, հիշեցնենք, որ Տիգրանաշենի մոտակայքով է անցնում նաև Հայաստան-Իրան գազատարը, մենք ստանալու ենք մի իրավիճակ, երբ որ տեղեկատվական ֆոնը ապահովելու են այսպես կոչված ադրբեջանցի բնապահպանները եւ ասելու են, որ չգիտեմ, գազատարներն են վնասում էկոլոգիային, ասելու են, որ Մեծամորի ատոմակայանն է վնաս հասցնում տարածաշրջանին եւ այլն, եւ այդպես շարունակ, իսկ ադրբեջանցի զինվորականներն են արդեն ֆիզիկական հասանելիություն են ունենալու կարևորագույն կոմունիկացիաներին, դրանից բխող բոլոր հետևանքներով։ Հարգելի հեռուստադիտողներ, եթե Արցախում այս ամեն ինչը հաջողվեց եւ աշխարհը ոչինչ չասեց, Հայաստանի իշխանություններն էլ ոչինչ չասեցին։ Եթե Գազայում հիմա փաստացի ուղիղ եթերում միլիոնավոր մարդկանց աչքերի առջև, տեսախցիկների առջև բարձրապես ցեղասպանություն է տեղի ունենում, ով ասաց, որ նույնը չի կարելի իրականացնել նաև Հայաստանի Հանրապետության դեմ, Հայաստանի Հանրապետության տարածքում։ Տեսեք, ֆունդամենտալ սխալ մոտեցում էր եւ ցավոք սրտի մենք մեր փորձով ենք ապացուցում, որ այս թեզը սխալ էր, որ Հայաստանի եւ Ադրբեջանի, Հայաստանի եւ Թուրքիայի միջև կոնֆլիկտի առանցքը, այսպես ասած, սիրտը Արցախի հանրապետությունն էր, ոչ
Թուրքիա եւ Ադրբեջանի համար մեր տարածաշրջանում հայկական պետականությունը անընդունելի երևույթ է։ Հենց այդ երևույթի դեմ էլ իրենք պայքարում են։ Նաև այս իրավիճակում կա եւս մի կարևոր նրբերանգ, որի մասին իսկապես եւս անհրաժեշտ է խոսել, հարգելի հեռուստադիտողներ։ Բացի Թուրքիայից եւ Ադրբեջանից, ըստ տեղեկատվական աղմուկից մեծամորի ատոմակայանի դեմ փորձում են օգտվել մեր հարգարժան ամերիկացի գործընկերները։ Երեք Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանը հերթական այց է կատարեց մեծամորի ատոմակայան, թանկարժեք սարքավորումներ նվիրեցին ատոմակայանին, որպեսզի ապահովեն անվտանգությունը ատոմակայանում։ Նաև մենք արձանագրենք հետևյալը, որ մեծամորի ատոմակայանի շահագործման դեմ ըստ տեղեկատվական արշավի շրջանակներում ամերիկացիներն իրենց հերթին մեկ այլ տեղեկատվական արշավ են իրականացնում եւ իրենք փորձում են համոզել, որ Հայաստանի Հանրապետությանը անհրաժեշտ է ամերիկյան մոդուլային ատոմակայան եւ դա այն պայմաններում, որ աշխարհում ոչ մի պետություն չկա, որտեղ այդ մոդուլային ատոմակայանները լինեն եւ լինեն մի ամբողջ պետության, ոչ թե առանձին վերջած ինչ-որ մի ռազմաբազայի էներգետիկ համակարգի կարևորագույն բաղկացուցիչներից մեկը, եթե ոչ հենասյուն հարգելի հեռուստադիտողներ, Yandex-ից մինչև Google, Yahoo-ից մինչև Rambler, ցանկացած որոնողական համակարգով, եթե դուք փորձեք փնտրել եւ գտնել ինչ որ մի երկիր, որտեղ գործում են ամերիկյան մոդուլային ատոմակայանները եւ այդ մոդուլային ատոմակայանները կարող են իրենց հզորությամբ փոխարինել մեծամորի ատոմակայանի նման այլ ատոմակայաններ, կարող եք Alpha News-ի մեր post-ին էլեկտրոնային ուղարկել եւ մենք անպայման այդ օրինակը կլուսաբանենք։ Իրականությունը կայանում է նրանում, որ աշխարհում ոչ միտեղ այդ ատոմակայանները մոդուլային չեն աշխատում, բայց Հայաստանը փորձադաշտ է։ Փորձադաշտը Թուրքիա եւ Ադրբեջանի համար, որովհետեւ իրենք տեսնեն այդ պետականության լուծարման մեխանիկան աշխատում է, թե չէ, փորձադաշտը նաեւ ամերիկացիների համար։ Եթե այդ մոդուլային ատոմակայանը Հայաստանում կառուցվի, ապա իրենք Հայաստանի օրինակով փորձելու են աշխարհի այլ պետություններին եւս վաճառել այդ մոդուլային ատոմակայանը, ասելով որ դե տեսեք Հայաստանում լավ թե վատ, բայց աշխատում է։ Փաստորեն ինչ է ստացվում, բիոլաբորատորիաները Հայաստանում քիչ էին, հիմա էլ մոդուլային ատոմակայան պետք է փորձեն կիրառել, օգտագործել Հայաստանում այն պայմաններում, երբ որ աշխարհում ոչ միտեղ դա չի կիրառվել։ Մտածեք այդ մասին։